ով իր ձենը տալիս է ՔՊ-ին այսօր, ձենը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, ձենը տալիս է Մասի Սարը մեր հիշողությունից կտրել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղեկին մոռացության տվողին, այդ մեր համար տաբու է։ Այս մարդիկ ինչքան էլ ուզում են ասեն, այս ընտրությունը բանա ասֆալտ են կարել այսքան, չգիտեմ, մի հատ առու ենք էս ինչ արել։ Այս ընտրությունը արժե համակարգային ընտրություն է, տեսակի ընտրություն է։ Տեսակի ցավը տանեմ, որ տեսակը պիտի լինի։ Այդ եկեղեցու ուրացողները, դրանք պիտի լինեն, թե պիտի լինեն մարդիկ, ով համար ամենակարևորը ազգային արժեքն է, ում համար կարևոր է մեր ազգի համար զոհված տղու հիշատակը պահել ու սերունդներին փոխանցելը, ում համար արժեք է պատերազմի մասնակից կռված այդ մարդը ինչ մեղավոր է, այսպես ասած, որ ինքը չի զոհվել։ Ես ամեն անգամ այդ կենացը, որ ընկերներով խմում ենք, ես խմում եմ հերոսների, մենակ ընկածների չէ։ Խմում եմ նաև հերոսների, կենդանի մարդկանց կենացը։ Այսինքն նույն հաջողությամբ կարող է այդ մարդը զոհվել, ինչ տարբերություն։ Չի զոհվել, բայց նույն հերոսությունն արել է։ Մենք այդ արժեքներն ենք կրում ու մեր թիմում չկա մի մարդ, ով հանգարց ես թիմը հավաքելու զգայի մի փոքր ուրիշ ձև, ինքը մեր թիմի հետ գործ չունի։ Ուղղակի չունի, որովհետև այս մարդիկ դեմ են մեր երկրին, ով դեմ է մեր երկրի, մեր արժեքներին, ուղղակի մարդկայնորեն այդ մարդու հանդեպ հակակրանք է առաջանում ու երբեմն նաև թշնամանք։ Չնայած հային թշնամի չի կարող լինի, բայց երբեմն նաև թշնամանք, որտեղ իրանք մեզնից ավելի, մեր թշնամիներից ավելի շատ են մեզ վնաս տալիս։ Այս ընտրությունները չափազանց կարևոր ընտրություն է, այս իմ ընտրությունը չի։ Ստե թեկտածուն ես չեմ։ Ստե թեկտածուն այս սաղս ենք։ Այն մարդիկ, ովքեր դրա մասին։ Ես ուղղակի համաձայնվել եմ, փորձել ենք առաջնորդեմ, խոսամ, ասեմ, բացատրեմ, ծրագրերը ներկայացնեմ, այս իմ ընտրությունը չի։ Այս սաղ այս է, ուղի ընտրությունն է, որտեղ այս մարդիկ նույն գաղափարն են, այստեղ գաղափարական հարց կա, գաղափարական կռիվ կա։ Իսկ Աստծո աջողության ժողովուրդը մեզ վստահեց, ես ինչ ասեցի, մենք դրանք անելու ենք ու անելու ենք շատ ավելի ուժեղ։ Մենք փոքր ժամանակ առաջի երգը, որ մենք սովորել ենք, եղել է Անդրանիկի երգը, Գևորգ Չաուշի երգը, Սերո Փաշի երգը, հետո մի քիչ մեծացանք Արցախյան առաջի պատերազմի մասին, այո, Կրպեյանի երգը եղավ, Ասկոլկի երգը եղավ, մյուս եղավ, այդսո, այսօրվա այս ՔՊ ես տղեն ասել է բանա։ Մի հատ Սևակը թո պատասխանի, ելելսի խեչ։ Ասում է Սևակը թո պատասխանի, այդ ոնց եղավ, որ Քոչարյանի օրոք Էրմյանստում մանկապարտեզներ են օտարվել։ Այդ տղա, ես Քոչարյանի օրոք եղել եմ, որ Քոչարյանը դառնա նախ, ես 10 տարեկան եմ եղել նախ։ Այդ հարցին ես չի որ պիտի պատասխանեմ, բայց ես իրան հարց եմ տալու։ Ասելու եմ դու են քաղաքական թիմի անդամն ես, այն կնոպկա սխմողն ես եղել, ով 250 հատ դպրոց Արցախում է ազդել Թուրքին, չեն օտարել, Թուրքին։ 200 հատ մանկապարտեզ եք ազդել, 400 հատ էլ Վանքու եկեղեցի։ Հիմա դուք եկել եք ասում եք Սևակը թո 14 տարեկան ժամանակ պատասխանի, թե ոնց ա եղել մի հատ մանկապարտեզ ա։ Էդ է իրանց արժե համակարգը, էդ է, բնականաբար չէ, բայց պրոֆեսիոնալ մարդիկ կլինի վարչական տարածքում, թե կլինի կենտրոնական համայնքապետարանում, պրոֆեսիոնալ մարդը պիտի աշխատի խաչը։ Պրոֆեսիոնալ, ես վստահ եմ էլի, այստեղ աշխատողների ասենք այս համայնքներում, 90%-ը սկիք քպել չի, ձևական, չգիտեմ ինչ են արել։ Էդի, հա, էլի, սաղս գիտենք այդ ամեն ինչը, ով պրոֆեսիոնալ չի, ով իրա գործից չի հասկանում, գործին ճիշտ մոտեցում չի տալի, չպետք է աշխատի, որտեղ դա ուղիղ մեր պատիվն է։ Ուղիղ մեր պատվի հարցն է դա։ Որտեղ բնակիչը գյուղացին գալու է իրան ինչ որ հարցով դիմի, եթե այդ մարդը կոմպետենտ չի, դա պատվի հարցն է։ Հենց դրանով ենք տարբերվում։ Մենք չենք կարող մարդու քերու, կնոջը քերու, հորքուրի մարդուն գործից անենք, ինչա ինքը հակառակ կողմից է։ Սրիկայություն է դա։ Պրոստը մարդկային սրիկայություն է։ Իսկ կյանքն էլ հետ պտտվելու բումերանգի էֆեկտ ունի, էլի, բայց հետո ինչ ոնց եք մարդկանց երեսին նայել, ինչ պատասխան տա։ Մարդու ընկերոջս քենուն դպրոցի դիրեկտորից հանել եմ, ասել են քու փեսեն, Սևակի ընկերն է։ Այդ իմ ընկերոջը Պիտերս բաներ են արել։ Այդ ծիծաղալու բան է, էլի։ Ուր էլ կարելի է։ Այն դեպքում երբ որ
Ես Ժող ինստիտուտում տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորն եմ եղել մոտ 5 տարի, բավականին երիտասարդ տարիքում, տեխնացուական եմ պաշտպանել, դոցենտ եմ։ Մեր ինստիտուտում որևէ մարդու ընդդիմադիր Հայաստանում մենք չենք թողել մեկը հանգարց մոտիկ է, թե ինչ-որ բան ասի։ Ուղիղ իմ պատիվն է, իսկ ես իմ պատիվն ուզում եմ բարձր պահեմ, ես այսքան տարի ապրել եմ, ընկերություն եմ ձեռք բերել, շրջապատ, որ իմ պատիվը նամուսը բարձր պահի։ Ես չեմ թողի որևէ մի հատ զանգ, որևէ խնդրանք իմ պատվի վրա ազդի։